Տեղական ինքնակառավարման մարմիններում օրվա իշխող քաղաքական խմբակի կողմից գրած պարտությունը շատ ցավագին է ընդունվում այդ ռեժիմի պարագլխի կողմից ակնհայտ է եւ դրա լավագույն ցուցիչը Վանաձորում նախկինում ընտրություններն էր, որտեղ ընդդիմադիր տեխնացուն հաղթեց եւ հայտնվեց բանտում որ քրեական հետապնդում է սկսվել նաև Գյումրու քաղաքապետի եւ իր ընտանիքի անդամների մասնապես որդու նկատմամբ սա էլ է փաստ արձանագրում ենք, հա Փարաքարի համայնքի անդիմադիր ղեկավարի սպանությունը կարող ենք այդ տրամաբանության մեջ դնել թեև չեմ կարծում որ եթե այնուամենայնիվ կենցաղային կամ այլ հողերի վրա ասենք վեճ լիներ այդ վեճը բերեր նրան, որ ենթադրենք մի մարդասպանի պատվիրեին մի քանի հոգու սպանել։ Սա բեր այդ վեճը այդ կարգի սպանությամբ չի ավարտվում։ Դա պիտի մի կողմից արյուն թափվի, մյուս կողմից ոնց որ թե պատասխան տրվի, իդեպ այս ամսում նման դեպք եղավ, երբ հարցակում էր փորձարվել ինչ-որ մեկի վրա, հետո կրակոցներ հնչել մահվան ելքով, հա։ Սա այստեղ արդեն հասկանալի է, որ ինչպես ասում են Արյան վրեժի վենդետան, հա, բայց